Ողջույն սիրելի սպիտակցիներ, սիրելի հայրենակիցներ։ Անչափ շնորհակալ ենք ձեր ընդունելության համար։ Սիրելի հայրենակիցներ, եկեք պարզ խոսենք ինչա կատարվում։ Ընտրարշավին մնացել ընդամենը 1 շաբաթ։ Հայաստանի քաղաքական դաշտի կուսակցությունները փորձում են հանրությանը ներկայացնել իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները, իրենց տեսակետները։ Իրականում երկու տեսակ կա՝ իշխանության եւ ընդդիմության։ Ինչ ենք ասում մենք մեր ժողովրդին, մեր հանրությանը։ Ասում ենք տվեք մեզ մանդատ, տվեք մեզ հնարավորություն, կանգնեք մեր կողքին, երկիր այս իրավիճակից դուրս բերենք։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ծանր եւ լուրջ մարտահրավերի առջեւ։ Արցախը հայաթափվել է, գտնվում է Ադրբեջանի սկողության տակ, Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, ներկայացնում են նոր պահանջներ Հայաստանի նկատմամբ, իսկ գործող այս դավաճանական ոհմակը հայտարարել է, որ պատրաստվում է Հայաստանից նոր տարածքներ հանձնել։ Մենք ասում ենք այն քաղաքական թիմն ենք, ունենք այն վարչապետի թեկնածուն, որը նաև իր անցյալով, իր կենսագրությունով, իր փորձով ապացուցել է, որ կարող ենք ապահովել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ապահովել Հայաստանի քաղաքացու անվտանգությունը, մեր սահմանների անվտանգությունը, կառուցել ուժեղ, հզոր, կայուն պետություն։ Սրան զուգահեռ ինչ ասում այսօրվա իշխանությունը։ Ժողովուրդ, ՔՊ-ի նախընտրական ծրագիրը ձեր հետ կապ չունի։ Իր խոստումները ուղղված է Ալիևին։ Այդ խոստումները, եթե դուք նայեք, անընդհատ ասում է ժողովուրդ, այդ իր ապուշ սրտիկները չգիտեմ ինչ, բայց ձեր հետ կապ չունի։ Իր խոստումները ուղղված են Ադրբեջան։ Ինչ է ասում։ Ասում է, որ Ժողովուրդ ջան, ինձ մանդատ տվեք, որ Հայաստանից նոր տարածքներ հանձնեմ, բառացի ուղիղ հայտարարել է դա։ Ասում է դեռ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ։ Ասում է ինձ օգնեք ընտրվեմ, ՔՊ-ի ծրագրում սևը սպիտակի վրա ժողովուրդ գրված է, որ հարձակվելու է եկեղեցու վրա։ Այդ ժողովրդին չի խոստանում, չէ՞, այդ Ալիևին է խոստանում։ Ասում է եկեք ինձ քվեարկեք, որ սահմանադրությունը փոխեմ ու հրաժարվեմ անկախության հռչակագրից, ուրանամ հայոց ցեղասպանությունը։ Վերջում էլ ասում եմ ինձ քվեարկեք, որ մի քանի հայտնի մարդկանց իրանց եւս բանտ նստեցնեմ։ Այս ամեն ինչի հետ մեր ժողովուրդը, ժողովրդի շահը որտեղ է։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը, այն որ ասում է ժողովրդի ծառան է, ինքը Ալիևի ծառան է, ինքը Ալիևի ստրուկն է, ինքը հակահայ գործիչ է, որին պետք է հեռացնենք։ Ժողովուրդ ջան, այս մարդը բոլոր տեղերում ձախողել է։ Իր կառավարման տարիները, իր հետագիծը ձախողման, տապալման, դավաճանության շրջանը։ Բայց կան մի քանի ոլորտներ, որտեղ ինքը լուրջ աճ արձանագրել, լուրջ հաջողություններ, երկնիշ թվերով, որոնք են այդ ոլորտները։ Այս շատ կարևոր թեմա է, որ ուզում ենք ձեզ կիսվենք ուշադրություն հրավիրենք։ Առաջինը, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին մեր երկրում մեծ աճ եւ առաջընթաց ունի թմրամոլությունը։ Պաշտոնական տվյալներով 15%-ով, իրականում շատ ավելի մեծ ծավալով, այսօր ամեն մի թփի ծառի տակ շքամուտքում նարկոտիկ են ծախում օրը ցերեկով, թմրամոլությունը մեր երկրում մեծ ծավալների է հասել։ Սա ինչի համար է։ Մեր ընտանիքները քանդելու, երիտասարդությանը սխալ ուղղությամբ տանելու ու լուրջ սպառնալիք է, անվտանգային սպառնալիք է, նույնիսկ դպրոցներում արդեն տարածումը տեսնում եք մեր հասարակության համար։ Լուրջ երկնիշ աճ ունի 8 տարվա մեջ։ Ինչ է ասում Հայաստան դաշինքը, որ արմատախիլ ենք անելու։ Թմրամոլությունը մեր երկրում պետք է համակարգային պայքար ուղղվի եւ իսպառ բացառվի։ Ու այսօրվա այս ծավալը
Որ գոյություն ունի ժողովուրդ ջան, գոյություն ունի, որովհետև սա ունի պետական հովանավորչություն, հակառակ պարագայում այս ծավալով չէր կարող լինել։ Երկրորդ առաջընթացը, այս իշխանության օրոք, սա խաղամոլությունն է։ Ընդամենը մի թիվ եմ ասում ձեզ ժողովուրդ, 2018 թվականին խաղադրույքների ծավալը կազմում էր $1 միլիարդ։ Այսօր խաղադրույքների ծավալը $20 միլիարդ։ 20 անգամ Նիկոլի իշխանության տարիներին խաղամոլությունը այս երկրում աճել է։ Պետական բյուջեից շատ, պատկերացնում եք դուք, խաղամոլության խաղադրույքների վրա գումար է դրվում։ Բոլորս գիտենք, չէ՞, քանի ընտանիք է քանդվում։ Նիկոլ Փաշինյանը կազինոն մտցրել է յուրաքանչյուր հայի օջախ։ Ընտանիքներ են կործանվում ու անվերադարձ։ Հայաստան դաշինքը ասում է, որ պետք է սահմանափակվի օնլայն կազինոների գործունեությունը եւ այդ չարիքի դեմը պետք է առնվի, որովհետեւ դրանք հայկական օջախների քանդման ու երիտասարդության կործանման պատճառ են դառնում։ Ժողովուրդ, երկրում ծաղկել է նաեւ մեծ աճ, խաղամոլություն, հանցագործությունը։ Հանցագործությունների ծավալը 80%-ով ավելացել է, սպանություններինը 66%-ով, որովհետև այս իրավապահ համակարգի աշխատողները հիմնականում զբաղվում են քաղաքական գործիչների ու ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց լսելով, գործ սարքելով, այս հարցերով։ Իսկ իրական հանցագործները, եթե դուք դատական որոշումներն նայեք, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողները ազատության մեջ են, իսկ պարզ քաղաքական հայտարարություն անողները այսօր կալանքի տակ։ Հենց այդ դրա արդյունքում մեր երկրում նաև հանցագործությունների նման ծավալ գոյություն ունի։ Հանցագործությունը մեր երկրում տեղ չի ունենալու, դաշինքը հստակ հայտարարում է, երկրում պետք է լինի կարգ ու կանոն եւ այս համակարգային պայքար հանցագործության դեմ։ Եվ վերջինը ժողովուրդ ջան, այս մարդը նաև լրջորեն 7.5 միլիարդով ավելացրել է պետական պարկ։ Ստեղ նստած յուրաքանչյուր քաղաքացու վրա մեծ պարկ է դրա։ Ասում ենք ինչ ես արել այդ փողերը, ասում է զենք եմ արել, սուտ է ասում։ Այդ փողի շատ փոքր ծավալն է, զենքի վրա գնաց է, այդ թվերը հայտարարել ենք։ Էդի կերել եք ու պետքա վերադարձնել ժողովրդին ու մենք վերադարձնելու ենք։ Ժողովուրդ ջան, այս մարդու չարիքա, սա չափազանցություն չի։ Շատ հարցեր, որ ստեղ ձեզ ասում ենք, նոր բան չենք ասում։ 21 թվականին այս դիմացի հրապարակում այս ամեն ինչի մասին ասել ենք։ Ասել ենք Ժորժ ջան, այս սրիկաները եթե ընտրվեն, Արցախը հայաթափվելու է։ Սկսելու են Հայաստանի թրքացման process-ը։ Սրանք հակահայ են, սրանք այս ժողովրդի հետ կապ չունեն։ Բայց չեն կարողացել բացատրել, չեն կարողացել հասկացվել, երբեմն մեր հայրենակիցները չեն հավատացել, չեն վստահել, ինքը կարողացել է խաբել, բայց երրորդ անգամ թույլ չպետք է տանք։ Երկու անգամ Փաշինյանի խաբելը մեր ժողովրդին դրա համար շատ թանկ ենք վճարել։ Վճարել ենք 18 թվականից հետո Արցախով, 21-ին վերընտրվելուց հետո 200 կիլոմետրից ավել տվել է Հայաստանից ու շարունակում է տալ։ Երրորդը տալու է Հայաստանը։ Սա չափազանցություն չի։ Խնդրում ենք, աղաչում ենք, պահանջում ենք։ Մեր ժողովուրդը պետքա արթնանա։ Այս չարիքի վերջը հունիսի 7-ին պետքա տանք։ Հետևաբար Ժորժ ջան, այս եկող շաբաթը շատ վճռորոշ շաբաթ է, շատ կարևոր շաբաթ է, մեր աշխատանքները ամբողջացնելու, ամփոփելու, պինդ, վստահ առաջ գնալու։ Այս սրանցից մի վախեցեք, Ժորժ, սրանք ով են, որ վախենում եք։ Սրանք ով են, էլի, սրանք պետք է ձեզանից յուրաքանչյուր հայ մարդուց, սրանք պետք է դողան։ Ինչի, որովհետև հայրենիք են հանձնել, որովհետև 5000 մարդու մահվան պատճառ են դարձել, որովհետև Հայաստանի ինքնիշխանությունն են զիջել։ Դրանք պետք է Հայաստանի քաղաքացիներից վախենան, ոչ թե Հայաստանի քաղաքացին այդ թրկահապատակներից։
Հետեաբար Ժորժ ջան, հունիսի 7-ին համար, միասին, վստահ եք կարող ենք Ժորժ ջան,